սուք է կաթոլիկ աշխարհում։ Հռոմի 266-րդ եւ առաջին լատինամերիկացի պապը մահացավ կաթվածից։ Վատիկանի իր նստավայր Կասա Մարտա տանը։ Հարյուրավոր հավատացյալներ, պապի հարազատները հավաքվել են աշխարհի տարբեր տաճարներում, հանգուցյալ պոնտիֆիկոսի համար աղոթքները չեն դադարում։ 3 տարի առաջ նա եկավ իմ ծննդյան օրը, իմ 90-ամյակն էր, կյանքիս լավագույն օրերից մեկը։ Սիրտս պայթում է, պետք է հանգիստ մնամ իմ ցավի հետ։ Ետնախորշերի պապ անունով հայտնի 88-ամյա Ֆրանցիսկոսը զարմացնում էր աշխարհին կարիքավորների հանդեպ իր անսահման նվիրվածությամբ։ Նրա մահը սգում են անգամ դժոխքի վերածված Գազայում։ Նրա մահից առաջ Զատկի կիրակի օրը նրա օգնականը փոխանցեց մեզ իր վերջին խնդրանքը՝ աղոթել Գազայի զինադադարի համար։ Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի լույսերն անջատել են, հարգանքի տուրք մատուցելով Ֆրանցիսկոս պապին։ Քաղաքապետ Ան Իդալգոն ասել է, որ կառաջարկի Փարիզի մի անկյունն անվանակոչել ի պատիվ պապի։ Երբեք չէինք պատկերացնի պապի մահը։ Նա անմահ էր թվում, սա մեծ տխրություն է, որովհետև նա եկեղեցու ղեկավարն է եւ տեսնել նրան հեռանալիս դժվար է։ Ֆիլիպիններում Մանիլայի տաճարում նույնպես զանգեր են հնչել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատվին։ Ես շատ տխուր եմ, սպասում էի նրա ապաքինմանը, ցնցված էի, երբ լսեցի նրա մահվան լուրը, ես նույնիսկ երեխաներից խնդրեցի ստուգել, գուցե կեղծ է։ Վատիկանում Ֆրանցիսկոսը հայտնի էր իր հեղափոխական որոշումներով։ Ֆինանսական եւ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում կաթոլիկ եկեղեցապետը հաճախ էր առաջացնում պահպանողականների դժգոհությունը։ Ֆրանցիսկոսը համերաշխության կոչ էր անում միգրանտների եւ միասեռականների հետ։ 2013-ին նա տվել է իր ամենասկանդալային հարցազրույցներից մեկը։ Հարցին, թե ինչ է մտածում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը միասեռականների մասին, Ֆրանցիսկոսը պատասխանել էր. «Եթե մարդը միասեռական է եւ փնտրում է Աստծուն, ունի բարի կամք, ով եմ ես, որ դատեմ նրան»։ Հռոմի 266-րդ պապը զգալիորեն ընդլայնեց կանանց ներկայությունը կաթոլիկ եկեղեցում, անտեսելով բազմաթիվ հոգևորականների բողոքները։ Այժմ Վատիկանի եկեղեցում կա 1165 կին, 10 տարի առաջ նրանց թիվը 320 էր։ Խորխե Մարիո Բերգոլիոն 2013-ին Հռոմի պապ ընտրվելուց հետո հրաժարվեց ոսկե խաչից, իր համար պատրաստված կարմիր կոշիկներից։ Նա որոշեց օգտագործել արծաթե խաչ ու մաշված սև կոշիկներ, հրաժարվեց ապրել առաքելական պալատում։ Մարիամ Ամիրջանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։